Պարոն Աբրամյան, արի բրիֆինգ տուր։ Արի բրիֆինգ տուր, էլի։ Արի բրիֆինգ տուր։ Արի։ Արի։ Ձեզ էլ ենք սպասելու, պարոն Աբրամյան։ Արի, չէ լուրջ եմ ասում։ Եկեք երկուսով եք Հա, կսպասենք։ Լավ, պարոն Մանուկյան, այդ քննարկումը, փակ քննարկումը ձեզ ինչ տվեց, ինչ նոր բան իմացաք, գոնե հասկանալի է, որ դեռ փակ է շատ բան չէր կարող բացել, բայց գոնե ընդհանուր ես Անկեղծ ասեմ, ոչ մի բան չտվեց։ Տվեց նույն այն կարծիքը, որ շատ հարցերում իշխանությունը գրավորական կեցվածք է պահում եւ շատ հարցերում ուղղակի գործնական աշխատանքներ չեն իրականացնում եւ ի վերջո հանրագումարը հայտարարության նախագիծներ, որ շրջանառության մեջ դրված էր, չկա որևէ կետ, որը վիճահարույց լիներ, բայց քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ հիմա երևի Ադրբեջանին ու Թուրքիային չպետք է զայրացնել, իրենց երազած խաղաղության դարաշրջանը ուղղակի նման պարտվողական, գրավորական կեցվածքներով կարող են կառուցել, բայց ավանդաբար կյանքը ցույց է տալիս, որ մարդ, ով պայքարի պատրաստ չէ, միշտ զիջումների է գնում, ինչպես հիմա է տեղի ունենում։ Կար մի բան, որ հնարավոր չէ հիմնավորով ասել, ձեզ համար հասկանալի ինչու Եթե ճիշտն ասեմ, ոչ։ Մեկ-երկու փոքր դրված, մնացածը բոլորը ուղղակի հանրությանը հայտնի։ Ուղղակի բանակցություններին կխանգարի, ինչ-որ բան կանի։ Ուղղակի նպատակարար չհամարեցին, այն ինչ որ արդեն բասնիստում եղավ, հայտարարեցին, որ նպատակարար չեն համարում, նույն ձևի Արարատ Միրզոյանն ասել։ Այս պահին կա, ինչ փուլում է գտնվում։ Ոչ մի փուլում։ Այսինքն ամեն բանակցային բում պրոցեսից, առաջարկներից, Ադրբեջանի 5 կետերին պատասխան հայկական կողմի որևէ դիտողության առաջարկի մասին որևէ փակագիծ չբացվեց։ Արցախի կարգավիճակի հարցով որևէ հստակեցում ստացաք, թե ոչ։ Այսպես ասեմ, երեք այն ինչ որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եղել էր, այն հարցը պատասխանը, որ Արարատ Միրզոյանի հետ եղել էր, նույն հարցը պատասխանի կրկնությունը տեղի ունեցավ Բայց իմաստը ո՞րն էր Փակիստանները։ Մեր դժգոհությունն էլ հենց դա է։ Իսկ մի բան նկատեք, էլի կներեք, կարող է իշխանությունները ընդդիմությանը չեն վստահում, օրինակ մտածում են, որ այն ընդդիմությանը, որ ասենք փակնիստ հարաբերությունները են, որ ընդդիմությունը կարող է դուրս գան, որից ճակատավորված խաբար տա, ասի ինչ են քննարկել։ Գիտեք, ես երկար ժամանակ նախորդ ազգային ժողովներից չեմ հիշում, մեկ դեպք եմ հիշում, որ փակնիստ երբ որ պայմանավորվել են, падգամավորներից արտահոսք եղել։ Եվ միշտ էլ փակնիստերից արտահոսքեր գրեթե ես չեմ հիշում դեպք Հայաստանի պատմության մեջ որ եղել։ Հիմա սա մամուլ տեղեկություններ կար եւ նաեւ ձեր խմբակցությունից Աննա Գրիգորյանն ասաց, որ հնարավոր է ապրիլին փաստաթուղթ ստորագրվի Ադրբեջանի հետ։ Այդ հարցը քննարկել է բարձաբանումներ։ Որևէ ռեալ բարձաբանում իշխանությունների կողմից բանակցային process-ի, հավանական բանակցային process-ի որևէ հիմնարար տեղեկություն չեղավ։ Եվ կարևոր է ի վերջո հանրագումարն էր այս հայտարարությունը, որը հատկապես նման դժվարին պահին Արցախահայությանը, Արցախի հանրապետությանը զորակցական քայլ էր, միջազգային հանրությանը ներկայացնում էր իրավիճակը եւ կոչ անում ավելի գործուն միջոցներ կիրառել, իշխանության չմասնակցությամբ տապալվեց այս հայտարարությունը։ Հաստատեցին, չերկեցին, որ ապրիլին հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի։ Չէ, փաստաթղթի ստորագրման մասին որևէ խոսք չի եղել։ Գրիգորյանից հետաքրքրվեցիք Արցախում գազի հիմնախնդրի հետ կապված, որտեղ ինքը նաև գիտենք այդ միջկառավարական Ռուսաստանի հետ այդ հարցերի քննարկում փոխվարչապետ ինչ-որ ձևով։ Ես կարող եմ ասել այսպես, հետաքրքրվեցինք բավականին, բայց անձնապես ես սարսափելի հիասթափված եմ, որտեղ չեմ կարող պատկերացնել Հայաստանի Հանրապետության կողմից փոխվարչապետ, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում, կոմունիկացիաների բացման եւ այլն, եւ ամբողջական իրավիճակին չտիրապետում։ Շնորհակալ եմ։ Հիասթափված եք Մհեր Գրիգորյան։ Այո, շնորհակալ եմ։ Չէ՞ տիրապետում